Ուրեմն այս տարիֆների սահմանման համար Միացյալ Նահանգները հենց նույն Տրամպը դեռ ամիս ու կես առաջ իր ինագրացիայից անմիջապես հետո ստեղծել էր հատուկ հանձնաժողով տնտեսագետների, որոնք նստած հաշվարկում են հետևանքները, պատասխան քայլերի դեպքում ինչ կլինի եւ այլն, այդ ամբողջը հաշվարկվում էր եւ հատուկ նաեւ բանաձևեր էր մտածվել, որի հիման վրա պետք է կիրառվեր այդ տարիֆները։ Թե ինչքանով է հնարավոր այդ փոքր տնտեսագետների խմբով նման բարդ հաշվարկներ անել, որը որ շատ կոպիտ հաշվարկ էր իրականում, որը որ բռնում էին, ուրեմն առևտրաշրջանառություն պակասորթը պատկում էին առևտրաշրջանառության վրա, բաժանում էին պակասորթի վրա։ Մի խոսքով ինչ որ sense մի հատ հաշվարկ էր, որի արդյունքում հաշվարկում էին, որ երկրի հանդեպ ինչ բան պետք է կիրառեն, բայց լավ, ասենք թե հաշվարկել էին, ասենք թե դրա հիման վրա էլ հայտարարվեց այդ ցանկը, որ հիշում եք այդ նկարը, որ բերեցին, ինքն էլ տակը ստորագրեց, ասեց բան ազատության օրը սկսվավ, հա, բոլորս հետո հեգնում են, ասում են ոսկե դար էր ասում։ Հա, չէ, ասում են ազատություն, ազատվեցինք Միացյալ Նահանգների հզորությունից, այդպես հայգնում են, այդ ինչից է ազատվում, հա, բայց լավ, ասենք թե դու այդ հաշվարկների հիման վրա, իսկ այդ շատ բարդ հաշվարկներ են, գիտեք, տենց եթե նույնիսկ մենք ենթադրենք, որ այնտեղ կային խելացի մասնագետներ, որ բացի այդ ձևական շատ կոպիտ կազմված բանաձևից նաև այլ հաշվարկներ էին արել, ասենք լավ, ինչ որ թվեր են տվել, ինքը ընդունել է։ Բայց Չինաստանի հանդեպ, երբ որ Չինաստանը պատասխան տարիֆներ կիրառեց, Տրամպը ուղղակի վերցրեց, ինքը իրանով ասաց, ես էլ կրկնակի եմ հայտարարում։ Այսինքն այդքան հեշտ է դու բռնում ես կրկնակի տարիֆներ ես հայտարարում, քնում զարթնում ես որոշումներ ես կայացնում առանց մասնագետների հետ, իսկ Միացյալ Նահանգների ուժը նաև միշտ եղել է նրանում, որ ինստիտուտներն են այնտեղ աշխատել, որ մի անձնյա կառավարում չի եղել, մի անձնյա որոշումներ չեն եղել, իսկ ինքը հիմա ինչից է օգտվում, հայտարարել է բան, չժրկության պալաժին, այսինքն արտակարգ իրավիճակ է հայտարարել եւ օգտվելով համանդրության այդ կետից, որ արտակարգ իրավիճակների դեպքում նախագահը կարող է օպերատիվ որոշումներ կայացնել շրջանցելով կոնգրեսը, իսկ տարիֆների հարցը կոնգրեսը միշտ պետք է որոշեր, իսկ ինքը ինչով է արտակարգ իրավիճակի հիմնավորում, ասում է ես պայքարում եմ այդ նարկոտիկների եւ ներգաղթյալների այդ աղետալի ներհոսքի դեմ եւ դրա հիման վրա ուրեմն էդ էլ հələ պետքա դատարանում վիճարկվի։ Իրականում այսօր ինստիտուտները Միացյալ Նահանգների իր դեմ են գործում, փորձում են իրեն հակակշռեն եւ կոնգրեսը եւ դատարանները։ Ուզում եմ ասեմ, ինքը միանձնյա բռնեց կտրուկ ավելացրեց այդ տարիֆները, Չինաստանը ինքն էլ ավելացրեց, մինչև 34 է սկզբից, հետո հասցրեց 85-ի, Չինաստանն էլ ավելացրեց, հիմա 125-ի ավելացել, Չինաստանն էլ ավելացրեց, այսինքն 145 դարձեց, այդ կրկնապատկելուց հետո։ Հիմա դու, այսինքն միանձնյա, այտենց հավեսի ես ընկել տարիֆներ ես բարձրացնում, որի արդյունքում ընդհանրապես փաստորեն առևտուրը Չինաստանի հետ դադարեցնում ես, եւ հետո սկսում ես հերթով հետ ողորմի անել, հասկանալով որ դու կարող ես քո տնտեսությանը այնպեսի հարված հասցնել, իսկ ինչու՞մն էր հետ ողորմյան։ Օրինակ չիպերի վրա, տեխնոլոգիական որոշ արտադրությունների վրա Չինաստանից ներկրվող ազատեց։ Լուր ազատեց, որ հանգարց աղմուկ շատ չբարձրանա, բայց ազատեց այդ տարիֆներից, որտեղ հասկացա, որ իր արդյունաբերության կեսը կարող է կանգնի, որտեղ հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը չիպերի վրա է հիմնված։ Չինաստանում արտադրվող այդ թվում, ոչ միայն Թայվանում, բայց նաև Չինաստանում։ Հիմա տեսեք ինչ եղավ, բայց Չինաստանն էլ, եթե միջև այդ ընդամենը տարիֆներ էր պատասխան բարձրացնում եւ դա կարելի էր մի կերպ մարսել եւ այդպեսի աղետալի իրավիճակ իդեպ երկուսի վրա ազդում։ Չինաստանը ընդհանրապես ծնկի է գալիս, հիմա շատ վատ վիճակում է, բայց քանի որ այնտեղ դիկտատորական ռեժիմ է ըստ էության, հա, ինքը ժողովրդավարություն չի, նու դիկտատորական ավտորիտար, այսպես ասենք, լավ, դիկտատորական կարող եմ չկոշտ ասեցի, որտեղ ամեն դեպքում այնտեղ որոշ դիմադրություն տեսանելի է եւ այդ Հյուսային Կորեայի պես չի էլի, որ բռնի բոլոր դիմադրողներին բանտ նստեցնի այդպես չի, բայց ամենայն դեպս ինքը ավելի կուր համակարգ է եւ իսկ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում որոշ դեպքերում այդպիսի կուր համակարգերը կարողանում են առավելություն ստանալ, թեև ժողովրդավարություններն էլ իրենց ճկունության շնորհիվ կարողանում են ուրեմն բալանսավորել։ Հիմա ամենայն դեպս Չինաստանը դիմադրում է եւ հաջորդ քայլը Չինաստանի եղավ, որ այդ հազվագյուտ մետաղներով այդ հանքանյութերի արտահանումը արգելեց Միացյալ Նահանգներ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, այդ թվում ինքնաթիռների արտադրությունը, ռազմական արդյունաբերությունը եւ մնացած այդ բարձր տեխնոլոգիական արտադրող, այդ թվում Boeing-ը կանգնելու են Պաշարներ հիմա ունեն, որտեղ իրենք գիտեն Տրամպը ինչ օին է բերելու իրենց գլխին եւ ահագին պաշարներ առել են ավելի մեծ, քան իրենց պետք էր, հա, այսպես
պահեստավորել էին, որպեսզի այսպիսի դեպքերում, բայց ասում եմ, որ դա 1-2 ամիս, առավելագույն 3 ամիս կարող է հերիքած։ Դրանից հետո կանգնում է այդ արդյունաբերությունը, հասկանում եք։ Եվ հիմա Տրամպը այսպիսի վիճակում է, որ հա, պահի տակ տես ջղայնացած մաչոյական իր բաներով դրա համար է վտանգավոր, հասկանում եք, այդ ավտոկրատ որոշումները, ինքնագլուխ որոշումները ավտորիտար համակարգերի դեպքում դրամով է վտանգավոր։ Չէ, հաշվարկված ինչ որ էմոցիաների տակ որոշումներ ես կայացնում, հետևանքները չես հաշվարկում։ Այնտեղ գոնե ինչ որ բան հաշվարկել են այդ 35%-ի համար, բայց 145%-ը նշանակում է փակել առևտուրի, դրա համար հաշվարկել ես հետևանքները, ոչ ոք չէր հաշվարկել։ Եվ հիմա իր շուրջի օլիգարխները, Մասկը եւ այլն արդեն գնացին սկսեցին կատոկել իր այդ խորհրդականներին, բայց խորհրդականները ինչ մեղք ունեն։ Խորհրդականները ասել են 35%, չէին ասել 145%, հասկանում եք, բայց քանի որ ռիսկ չեն անում անձամբ Տրամպին քննադատեն նույն Մասկը եւ մնացածը, բայց հասկանում են, որ խորը անդունդում կարող է հայտնվի համաշխարհային տնտեսությունը եւ այդ թվում Միացյալ Նահանգներին է եւ արդեն խոսում են ոչ թե պարզապես ռեցեսիայի մասին, այսինքն որ աճը կդադարի տնտեսության, իսկ Միացյալ Նահանգների տնտեսությունը մինչև 4% աճ էր արձանագրում, դա իր համար նվազագույնն է, որ կարողանա նաև այս ինֆլյացիոն ռիսկերին եւ այլն հակադարձի, բայց ասում են կարող է դեպրեսիա լինի, այսինքն անցած դարի 20-30-ականների թվին, երբ որ միլիոնավոր մարդիկ սոված էին բարիզ բուն իմաստով, փողոցներում ումուրում էին, որ հաց ճարեին, սովից չմեռնեն։ Հիմա ասում են դա կարող է կրկնվի Միացյալ Նահանգներում։ Դա խոշոր լուրջ բիզնեսմեն hedge ֆոնդերի բաներին եմ լսում, ասում են, ասենց որ շարունակվի, սա անկառավարելի քաոս է, ոչ թե կառավարելի քաոս է։ Եվ ինչ է անում, որպեսզի իրավիճակից դուրս գա։ Էլի, իրեն թվում է, թե այսպիսի որոշումներով ինքը իր որոշումներով, ասես ինքնագլուխ կարող է ինչ-որ հարցեր լուծի։ Federal Reserve համակարգի տնօրենին սկսել է սխմել, թե բանը իջացրա։ Տոկոսը իջացրա վերաֆինանսավորման։ Այսինքն, ինչ է նշանակում ֆեդերալ, որպեսզի մեր հեռուստադիտողները պատկերացնեն, հա, Federal Reserve System բանը, համակարգը ինքը կենտրոնական բանկն է ըստ Միացյալ Նահանգների, որը մասնավոր է իդեպ, բայց կառավարվում է, վերահսկվում է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից։ Federal Reserve-ի նախագահն նշանակվում է Միացյալ Նահանգների նախագահի կողմից որոշակի ժամկետով։ Այս գործողի ժամկետը լրանալու է 26 թվականին, դեռ մի տարի ունի։ Այսինքն որևէ ձև չունի Տրամպը նրան ազատելու, եթե քրեական գործ չհարուցի, ասենք բռնի, բայց ինչի համար պետք է բռնի։ Հիմա սկսել է ճնշել այդ բանին, թե բա տոկոսը իջացրեն, այլ ասում եմ մի րոպե։ Տնտեսական լուրջ վիճակ է հիմա համաշխարհային, եւ ես նման պայմաններում, երբ որ ինֆլյացիոն ռիսկերը գնալով աճում են, վտանգները գնաճի մեծ է, որովհետեւ դու սա առևտուրը փակել ես։ Առևտուրը երբ որ փակում ես, գները ավտոմատ սկսում են աճել։ Գնաճի պայմաններում ես մի հատ էլ էժանացնեմ փողի, իսկ նվազեցնել վերաֆինանսավորում տոկոսը, նշանակում է ավելի էժան վարկեր տալ, նշանակում է ավելի շատ մարդ վարկ կվերցնի, փողը շատ կլինի շուկայում եւ ինֆլյացիան ավելի կմեծանա։ Ասում եմ, ես իմ հիմնական ֆունկցիան, իսկ կենտրոնական բանկերի հիմնական ֆունկցիան ինֆլյացիայի դեմ պայքարն է։ Ֆունկցիաներից մեկը, հա, այսպես ասեմ։ Որտեվ եթե ես չպայքարեմ ինֆլյացիայի դեմ, թողեմ ինֆլյացիան մեծանա, դա կարող է կատաստրոֆալ լինի Միացյալ Նահանգների տնտեսության համար, հա։ Տրամպը չէ, սխմում է, ասում է, չէ, դու ամեն անգամ ուշացնում ես, դու հայտնի ես որպես ուշացող, դու պետքա բան անես, թե չէ, ու իրեն հարց են տալիս այդ Իտալիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ լրագրողը հարց է տալիս, ասում է, բայց ոնց որ թե դուք որ ասում եք կհանեմ իրեն, եթե չենթարկվի, ինքն էլ ասում է չեմ դուրս գա, ինքա Տրամպը ասում է, եթե ես ուզենամ հանեմ, կտենակ ոնց դուրս կգա, խնդրելով դուրս կգա։ Ուղղակի հələ այդ որոշում չեմ կայացրել, ոնց պետք է այդ որոշումը կայացնես, քո դեմ արդեն դատարաններ, այդ թվում Գերագույն դատարանը, որը դու ես մեծամասնություն ձևավորել, իսկ մեծամասնությունը իր ենթակա, ոչ թե ենթակա իր կողմից նշանակված մարտիկ են Տրամպի։ Բայց նույնիսկ Գերագույն դատարանը որոշ վճռներ կա միաձայն իր դեմ որոշումներ է կայացնում, որովհետև ինքը լրիվ կարմիր գծերը արդեն անցել է, որովհետև բոլորը հասկանում են, որ քաոսի է տանում այս մարդը։ Եվ նման պայմաններում արդեն ինքը այդ ճնշումը զգալով, տեսեք շատ տեղերում նահանջել է եւ գալով հիմա նույն Ուկրաինային։ Տեսեք միջև այդ ինքը Ուկրաինայի հարցում սխմում էր Ուկրաինայի վրա, սխմում էր, նույնիսկ հասավ նրան, որ Վիտկոֆը գնաց Մոսկվա եկավ, ասաց, հա դե հիմա ռուսները ուզում են, որ այդ տարածքները բանան, ուկրաինացիները ազնեն։ Ասենք դա էլ մի աբսուրդ է, էլի, այդ Վիտկոֆը ընդհանրապես դիվանագիտական փորձ չունեցող անձ, բիզնեսմեն, միլիարդատեր, ամբողջ կյանքը փող է աշխատել լավագույն բանակցողն է Միացյալ Նահանգների այժմ։ Ինչով է լավագույն, կարող է ինքը լավագույն բանակցող է, երբ որ բիզնեսի մասն է խոսքը, հա, եթե իր նպատակը Ռուսաստանին ինչ որ բիզնես գործարքներ առաջարկելը, կարող է։ Իդեպ ասեմ, այդպիսի արդեն ինֆորմացիայի արտահոսք եղավ, որ Ռուսաստանը որոշակի գործարքներ է առաջարկել ամերիկացիներին։ Օրինակ,
որոշ նավթային հանքերի Ռուսաստանում գտնվող համատեղ ուրեմն օգտագործում, շահագործում, որտեղ լավ պայմաններով ամերիկացիների համար, բայց ավելի կարևոր, ինքը ասում է, որ ես պատրաստ եմ ամբողջ իմ գազը Եվրոպա, որը որ վաճառել եմ, վաճառեմ քեզ, կարծեմ Shell-ի մասն է խոսքը, եթե թե Chevron հեղություն ընկերությանը, Shell-ը հոլանդական է։ Եվ Chevron-ը ինքը վերավաճառի Եվրոպային եւ ամբողջ այդ տարբերությունը լավ պայմաններով կոպիտ ասած ուզում է ծախի այդ գաղափարը Տրամպի տոմարը գտելա, որ ինչի վրա կարող է։ Եվ ես կասկածում եմ, որ Վիտկոֆը գնացել է այնտեղ, ռուսները ասել են մենք քեզ տալիս ենք այսպիսի շահութաբեր բաներ, քեզ ու քո ընկերներին ու Միացյալ Նահանգներին, դու էլ մեզ տալիս ես Ուկրաինայի տարածքներ։ Ու չգիտես ինչի Վիտկոֆը տոմարը մտել է, որ կարելի է Ուկրաինայից փոկել այդ տարածքները տալ Ռուսաստանին, բայց չի հասկանում, որ նախ ուկրաինացիները դրան չեն համաձայնվի, երկրորդը Եվրոպան դրան չի համաձայնվի։ Եվ Ռուբիոն, երբ որ Փարիզում գնացել էր Եվրոպացիների հետ բանակցում էր, այնտեղ այդ ակնարկը եղել է, այդ խոսակցությունը եղել է, եւ եվրոպացիները կտրուկ ասել են, չէ, ինչ տարածք։ Ինչի մասն է խոսքը։ Դե Զելենսկին ասեց մոռացիր։ Այո, եւ հիմա միակ բանը որ մնացել է, որ կարող է այնել արտահոսք է տալիս Bloomberg-ն էր արտահոսքը տվել, որ որոշ չինովնիկներ Միացյալ Նահանգներ ասում են, որ Տրամպի մոտ այս տրամադրություն կա, որ Ղրիմը կարող է ճանաչի Ռուսաստանի մաս մեծ պայմանագրի շրջանակներում խաղաղության, եթե դա տեղի ունենա, բայց խաղաղության պայմանագրին Ռուսաստանն է հիմա դեմ։ Ռուսաստանը ասում է իմ ուզածը միջև չտակ, նենց ոգևորվել է, Պուտինն էլ այնտեղ է ոգևորվել, դե Տրամպը ամեն ինչ արեց իր օգտին, ամենակարևորը օգնեց իրեն Կուրսկը հետ վերցնել Կուրսկի այդ տարածքները, հետախուզական տվյալները չտալով եւ այլն։ Կոպիտ ասած, խերը մնաց այն այդ Տրամպի եւ Պուտինի այդ գյալաջից կամ սիրախաղից ոնց ուզում եք անվանեք, այն որ Ուկրաինան նահանջեց Կուրսկում եւ այն որ ռուբլին ամրապնդվեց, որտեղ ռուսական շուկաները ողջևորվեցին, որ ահա հեսա խաղաղություն ալնելու, Ամերիկայի հետ հարաբերությունները կարգավորվելու են եւ 100 քանիս էր կուրսը ընկավ հասավ 80 քանիսի, հա